Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոց, լավ տրամադրություն, ջերմ մթնոլորտ, հնագույն եւ մոռացված կերակրատեսակների նորովի ներկայացում, ահա այս ամբողջը ներկա կլինեք դուք այսօր իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրն է բարեկամներ, մեր ակտիվ հեռուստադիտող եւ կարելի ասել մեր արդեն թիմակից Ռաֆիկ Սինանյանի հետ։ Ողջույն Ռաֆիկ։ Ողջույն պարոն Մամուլյան։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն դուք։ Շատ լավ տրամադրություն ունեմ եւ արձագանքները մեր առաջի հանդիպումից շատ մեծ էին, այն ուտեստները, այն կերակուրը, որ մենք ներկայացրինք տատիկից ժառանգված, շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել եւ հեռուստադիտողներին նորից նշեմ, հիշեցնեմ այն հեռուստադիտողներին, ովքեր տեղյակ չեն, բարեկամներ, որ մեր առաջիկա այդ ամսվա ընթացքում միամսյակ ենք հայտարարել, այդ ընթացքում մենք ցույց կտանք այն մոռացված հնագույն կերակրատեսակները, որոնք ցավոք սրտի մենք մոռացել ենք, իսկ ժառանգել ենք շատ այսպես սուրբ սրբոցի նման մեր տատիկներից։ Տրամադրությունդ բարձր է։ Իհարկե, պարոն Մամուլյան, ողջունեցի հեռուստադիտողներին, ողջունում եմ բոլոր հեռուստադիտողներին, կրկին անգամ ուրախ եմ եւ հպարտ ներկա գտնվելու ձեր խոհանոցում, ձեր տաղավարում։ Կփորձենք այսօր պատրաստել տատիկիս ուտեստներից եւս մեկը, որը կոչվում է խոյի բորանի։ Նույնպես Պարսկահայքի նահանգի ուտեստներից է։ Նշեմ, որ պարոն Մամուլյան, կրկին անգամ օգտագործելու ենք չորաթանով հավելվածը։ Չորաթանը շատ մեծ տեղ է զբաղեցրել մեր կենցաղում, որը պահպանվել է մինչ այսօր, հատուկ Պարսկահայքում շատ մեծ ճաշատեսակներ կան, որ կոնկրետ պատրաստվում են չորաթանով։ Շատ լավ։ Ռաֆիկ ջան, թվարկենք նախ ինչ պիտի օգտագործենք։ Այո, մեր հիմնական բաղադրիչը չորաթանն է, այսինքն ունենք ալյուր, ձվի դեղնուց եւ մածուն։ Այս 3 բաղադրիչից պետք է ստանանք չորաթան։ Ինչպես նաև ունենք բազուկ, արդեն խաշված, որը պետք է կտրատենք, ունենք համեմված եւ բովված լավաշիկներ եւ իսկ բազուկը կարող ենք ոչ թե խաշել, այլ ջեռոցում թխել։ Այո, ինչու՞ չէ։ Ամբողջական պիտի թխենք նոր մասերի բաժանում։ Ամբողջական պետք է թխենք, ինձ թվում է այդպես ավելի համեղ կստացվի։ Ինձ էլ այդպես թվում, ինչ կվստահես ուտեստի մեջ, ինչով կարող են մասնակցել։ Ուրեմն սկզբից պետք է կտրենք բազուկը, մեզ նաև հարկավոր է սոխառած, կխնդրեի սոխը կտրատեիք։ Շատ լավ։ Ես էլ բազուկը ինչ ձև պիտի կտրատենք։ Կտրատում ենք կիսալուսնաձև։ Սա այսպես կարծեմ, որ սոխառածը պիտի շատ լինի, չէ՞։ Այո, սոխառածը առատ, ինչու՞ չէ նաև յուղը պետք է առատ լինի։ Ես ձուն վերցնեմ, ձվի դեղնուցը պիտի օգտագործենք, չէ՞։ Բազուկը կտրատեցինք, հասնենք։ Վերջում պատրաստենք չորաթանը։ Պատրաստենք։ Սկսենք մածունից։ Փայտե գտալ խնդրում եմ կտակ ինձ։ Սա էլ ձվի դեղնուցը, սա փայտե գտալը, սա բարձր ջերմաշճանը։ Մածուն, ձվի դեղնուց եւ ալյուր։ Թանապուրի, դասական թանապուրի բաղադրիչները։ Դնում ենք կրակին։ Ջուրը խնդրում եմ կփոխանցեք, պարոն Մամուլյան։ Իսկ ես խնդրում եմ լավ խառնել, այդ ամբողջը նոր ջուր ավելացնել։ Որպեսզի գնդիկներ չմնան։ Այո։ Այս ուտեստը նորից պիտի պատրաստենք երկու էտապով, երկու մասով։ Կպատրաստենք չորաթանը կերացնենք, հետո նոր արդեն սոխառած եւ այլն։ Ռավի ջան,
Ես ենթադրում եմ, որ այս ուտեստը նորից այդպես սեզոնային կերակուր է եւ շատ ավելի հարմար է ձմռանը, չէ՞։ Այո, քանի որ ձմռանը մթերքները կան, ավելի շատ առկա են։ Այո։ Կուզեի կարմիր բազուկի մասին երկու խոսք ասեի, որ շատ հին ժամանակներում կարմիր բազուկ սովորական մարդիկ չէին օգտագործում, այսինքն կարմիր բազուկ ուտելը հարիր էր միայն թագավորներին եւ աստվածներին, այսինքն աստվածներին էին մատուցում, քանի որ ինքը շատ օգտակար բաղադրիչներ ունի իր մեջ։ Եվս մեկ նորություն ես չգիտեի, այնուամենայնիվ հիմա հասանելի է բոլորին եւ կարծում եմ բազուկ ճաշակելով գոնե ամեն մեկս մեկ պահ գոնե մեզ պալատական կզգանք։ Սպասենք մի քանի րոպե մինչ Իսկ համեմունք պիտի լինի որևէ։ Ապուրի մեջ համեմունք եթե կցանկանան նանանի սոխարածի մեջ ենք լցնելու։ Իսկ եթե կցանկանան ոչ մի խնդիր չկա, ինչպես դուք եք ձեր դասերի ժամանակ, ինչպես նաև հաղորդումների ժամանակ միշտ ասում, որ խոհանոցում դոգմա չկա։ Այսինքն եթե կլինի մարդ, որ իրան հաճելի կլինի օրինակի համար ավելացնի մի ուրիշ համեմունք, ոչ մի խնդիր, ինչ որ դոգմա թող ավելացնի։ Այո։ Թող ավելացնի։ Ինչպես իրեն հաճելի է։ Այո, իհարկե, առանց այն էլ շատ են հիմա արգելված թեմաները։ Հիմա ուտեստի մասով գոնե տանք ազատություն եւ այո։ 1-2 րոպե, հա, երևի պիտի եռա։ Հա, ինձ թվում է մի քիչ ավելի շատ, 2-3 3-4 րոպե, թող եռա։ Այսպես եռած չորաթանը։ Այո։ Հիմա պետք է պատրաստենք սոխարած։ Պատրաստելու երկրորդ փուլը Փուլ առ փուլ։ Փուլային տարբերակն է սա ուտեստի։ Ցանկալի է պատրաստենք տնական յուղով, չենք թողնում տապակը շաքանա, որպեսզի յուղը կամ կարագը միանգամից չվառվի։ Չվառվի, այո, չսևանա։ Այո։ Հիմա մի փոքր տապակը գույն այդպես սոխարածը, չէ՞։ Այո։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզենան ճաշակեն, իհարկե շատ ուրախ կլինենք, որ այս կերակրատեսակները, այսինքն տատիկից ժառանգված մեր ազգային հին ավանդական ուտեստները ներառվեն սննդի օբյեկտներում։ Տեսնենք։ Շատ լավ, պատրաստ է սոխարածը արդեն։ Պատրաստ է սոխարածը, սկսում ենք համեմելու փուլը, պարոն Մամուլյան, ավելացնում ենք աղ։ Հիշեցնենք, որ չորաթանին, այսինքն մեր թանապուրին, ոչ մի համեմունք դեռ չենք ավելացրել։ Համեմունքը ստանալու ենք սոխարածով։ Այո, այո։ Վերջ։ Եվ նանա։ Աղ եւ նանա։ Մի փոքր։ Իդեպ ասեմ, որ մենք համեմունքների տեսանկյունից էլ ենք շատ հարուստ, մեր ազգը։ Ինչ տեսանկյունից չենք հարուստ, մենք որ դրանից էլ հարուստ չլինենք։ Վերջ սոխարածը պատրաստ է։ Ահա, առանձին մատուցում ենք սոխարած։ Միանգամից հավաքեմ մեջը։ Այո, շերտերով պիտի հավաքենք եւ մատուցման ձևը արդեն հայտնի կլինի։ Ուրեմն, խնդրեմ։ Շնորհակալություն։ Այսպես դնում ենք մի շերտ բազուկ, արդեն կտրատված։ Խոյի բորանի։ Միջալոց բառի այդպես բացատրությունը շուտով ամբողջական կունենանք, բայց մեր հին պատմագրքերում նշված է շատ հնուց բորանին, նշված է ուղղակի ուտեստ, որ մատուցվում է բազուկի կամ ճակնդեղի, այդպես բազուկի մասնակցությամբ, բազուկ է եւ չորաթան, այսինքն չորաթան կամ սխտոր մածուն։ Այո։ Այդպես է բացատրվում, բայց բարի իմաստը մենք այնուամենայնիվ
հետամուտ կլինենք եւ ձեզ Իսկ ինչի խոյի, խոյը քաղաք է Պարսկահայքի նահանգում, քանի որ ուտեստը պատրաստել են Պարսկահայքում եւ մենք ունենք բազում տեսականիներ բորանիների, այսինքն տարբեր շրջաններում պատրաստված ուտեստը ձեր օգնությամբ եւ ձեր առաջարկով, որպեսզի կարողանանք տարբերել մյուս բորանիներից, անվանվեց խոյի բորանի։ Շատ լավ։ Մեկ շերտ գնում ենք լավաշիկներից։ Լավաշիկները կարող են լինել թե բովված եւ համեմված, թե հենց այնպես չոր լավաշներ, չէ՞։ Տարբերություն չկա։ Այսպես։ Գնում ենք նորից մի շերտ բազուկ։ Այս սա հենց այն է, որ մենք ասում ենք այնուամենայնիվ ոչ միայն պատրաստելն է արարողակարգ, այլ նաև ճաշակելը։ Հենց այս մտադրությունը, հենց այս երևույթը պիտի բերենք սննդի համակարգ, որ ուղղակի ուտեստը, կերակուրը ոչ թե քաղց հագեցնելու միջոց ընդունենք, այլ դա արարողակարգ պիտի լինի, արարողակարգ։ Այո, լրիվ համամիտ եմ ձեր հետ, պարոն Մամուլյան, ու պետք է հետամուտ լինենք այդ գաղափարին, օգտագործենք։ Ես կտրատեմ սխտոր առանձին կմատուցենք, ցանկության դեպքում կարող եմ։ Ցանկության դեպքում այո, կարող ենք։ Ահա, պատրաստ է հարգելի հեռուստադիտողներ մեր նախնական ձևը։ Բորանի, այո։ Ավելացնում ենք մի փոքր շորաթան, այո։ Այսպես Եվ վրան սոխառած։ մեջտեղում։ Այո։ Հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ սոխառածը ինչքան շատ լինի, այսինքն ինչքան յուղը եւ սոխառածը շատ լինի, այդքան համեղ կլինի մթերքը, քանի որ բազուկը իր քաղցրությունով եւ չորաթանը իր թթու միջավայրով եւ արդեն համենված սոխառածը միասին շատ համեղ է լինում։ Լավ։ Ահա, պատրաստ է։ Իր այստեղ, խնդրեմ։ Ես էլ սխտորը։ Շատ լավ, ես ինչպես որ խոստացել էի, տեսեք թե ինչ հիանալի տեսք ունի ուտեստը եւ ինչ ախորժալի պես գրավիչ համադրություն ունի։ Լավ, Ռաֆի ջան, դու քո ցանկությունը կարող ես մեր հեռուստադիտողներին հաղորդել։ Ուրեմն նախ առաջին կուզեմ, որ մեր հեռուստադիտողները միշտ կապված լինեն, փնտրեն, կապված լինեն արմատների հետ, այո, փնտրեն, ուսումնասիրեն իրենց տատիկի պատրաստած ուտեստներից եւ վստահ եմ, որ դուք էլ ինչպես ինձ աջակցեցիք, մնացած մյուս հեռուստադիտողներին եւս կաջակցեք։ Անշուշտ։ Այո, եւ այսքանը ամենայն բարիք, շնորհակալ եմ, որ նորից հյուրընկալվեցի ձեզ, պարոն Մամուլյան։ Ապրես դու, հարգելի հեռուստադիտողներ, այո, միշտ աշխատենք կապը պահպանել մեր արմատների հետ։ Դա կօգնի մեզ, կօգնի բոլոր բնակավարներում։ Ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռաֆիկին։ Թող ինքը ոչ միայն այդ կապը, այլ նաեւ ապագայի նկատմամբ իր տեսլականը պահպանի եւ երբեք չհուսալքվի։ Ապրես դու, ապրես Ռաֆիկ։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես։ Հարգելի հեռուստադիտողներ, շատ լավ հաճելի օր ունեցանք, բայց այդպիսի օրերը նույնպես ունենում են վերջ, մոտենում է մեր հաղորդման ավարտը եւ ես ուզում եմ, որ մենք միշտ լինենք առողջ եւ ողջամիտ, միշտ հպարտ լինենք հայ լինելու համար եւ լինենք համբերատար։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Խոյի բորանի, մածուն 200 գրամ, ալյուր 2 ճաշի գդալ, ձվի դեղնուց 1 հատ,
բազուկ 300 գրամ, կարագ 200 գրամ, սող 150 գրամ, աղ, պղպեղ, նանա, լավաշ, բարեախորժակ։